Ես միշտ այս մասին տեղեկացնում եմ, թե ինչքան կարևոր է, որ հողի բաղադրությունը ճշգրիտ խառնուրդ դառնա, այսինքն ավազով, օրգանական պարարտանյութով եւ սևահողով, գնձիկային սևահողով խառնուրդ լինի։ Տեսեք, մենք այս ծառերը 7 տարիները, այս 2.5-3 մետրանոց տնկել ենք, մեծ տրակտորով եկան, տրանշեյով փորեցին, մենք հողախառնուրդ սարքեցինք, ամբողջը կլոր փոսերով չէ, ամբողջը սենց ոնց որ ֆունդամենտի պես ուղղանկյուն ձևով կամ պարիսպի ֆունդամենտի պես տենց ակոսներ արեցինք, հողը փորեցինք, լցրեցինք այս լավ խառնուրդից ու ինչ եմ ուզում ցույց տամ։ Այս ձևի հողով ենք տնկել։ Հիմա նայեք ջրի ծծվելու արագությունը, նայեք։ Այնտեղ լցնում եմ։ Ինչն է կարևոր, սա այս տարածքը հարթավայրային տարածք է, ավելի շոգ, Արմավիրի մարզն է, ստեղի բուսականությունը նախընտրեցինք նես տեսակ, որ ինքը եւ շոգին, եւ ցրտին, եւ մեկ-մեկուց ջրելուն դիմանում է, ինքը բիոտան է, կենսածառը, նայեք իր սերմերից, ես իմ բոլոր նյութերի մեջ ցույց եմ տալիս, սա ինչի համար ենք մենք անում, հիմա այս նյութս բազմա ոնց որ նպատակային բաների մասին եմ խոսում, առաջինը միացրեցի հողի որակի պահով, հողի ավազային եւ հումուսային խառնուրդի համար, թե նայեք ինչ հավեսով ներծծվում է։ Չեմ շեշտում տարածքը, որտեղ ստեղ թեկուս հարթավայրային է, գորշ աղքատ հողեր է, բացի այդ կավայնությունն ավելի բարձր է։ Դրա համար մեծ ակոսներ արեցինք, լավ հողախառնուրդ լցրեցինք, ընտրեցինք այս ծառատեսակը, որը ինքը պարիսպ է դառնում, նայեք, ամբողջը պարիսպ է դառնալու։ Իհարկե տարիների ընթացքում ծերերից կտրվելու է, ենթադրենք ուզում ենք 2.5 մետր բարձրություն ունենա, հեռավորությունը մետրը 1 ենք դրել, շատ մոտիկ պետք չի դնել, առաջնային շատերը դնում են մոտիկ, նախ շատ բույս են դնում, հետո հաշվի չեն առնում, որ այս արմատային տարածությունը բույսերի բոլոր կենդանական աշխարհի մեջ կա այդ ձևը, երբ որ հզոր բույսը մեծանում, խեղճացնում է եւ այս մեկ էլ տենում ես մի պալասա չորացավ բուսականությունից։ Հիմա ինչն է ասածս, որ ընտրել ենք նենց բույս, համապատասխան պայմաններ ենք ստեղծել, որով պիտի այս տարածքը գեղեցիկ, հարմարավետ, կանաչ, պարիսպի վերածվի։ Հիմնական նորից եմ ասում ասելիքս հողի մասին էր, բույսի տեսակի, հեռավորության, ջրելու, հիմա ջրելուց հետո տնկեցինք մի հատ այսենց լավ ցողում ենք, ուղղակի ձեռքով եմ հիմա, լավ ցողում ենք, վրի փոշին վերցում ենք, այս բուսականությունը իջևանից եկել, հասել է հոկտեմբերյան, սենց ասեմ, փոշի կլինի վրան, ոնց լինի, մի հատ լավ ցողում ենք, լավ ջրում ենք, նայեք, վարկյաներ առաջ էի ջրել, մի հատ ջուր ցույց տվեք, նայեք ոնց է ներծծվում, լավ ջրում վերջացնում ենք, ամենավերջում գալիս ենք բանի հետևից, այսինքն պարտացնում ենք, ինչպես միշտ որ տեղեկացրել եմ, նույնիսկ մենք ստեղ, քանի որ բույսի ցողունը, սաղարթը բարձր էր, կոները հարմար, մենք քանի որ այս ծառատեսակին քեն ծառատեսակն է, որ բաներով, կտրոններով էլ է բազմանում, որոշակի խորնել ենք արել, նպատակը որն է եղել, որ քամին էլ շուրջ չտա։ Օրինակ սա լիներ Եղևնի, չէի կարող խորը տնկել, լինեի պատվաստած ծառ, չէի կարող խորը տնկել։ Գիտենալով, որ ինքը խորը թաղվելուց նորից արմատային համակարգաձևավորում հզորանում է, խորը թաղելու նպատակը նա էր, որ ձմեռային քամիներից, ճիշտ է, ես մի ծանրություն չունի, բայց ավելի պաշտպանված լինի, չծրվի, չշարժվի արմատային կոնային համակարգը։ Եվ այս աշնան տնկելու առավելությունը որն է նաև, որ ամբողջ ընթացքում ժամանակ ունենա, լավ կհաստատվի, մի խոսքով, այս էլ էս մեր աշխատանքներից, այսքանը։